Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Սարգսյան, նախընտրական կարծես ակտիվ շրջան է, դաշինքներ են ձևավորվում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Ձեր նախնական դիտարկումները այս դաշինքների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն է միացել Անդրանիկ Թևանյանին, Սուրեն Սուրենյանցն էլ երեկ հայտարարեց, հնարավոր է Քոչարյանն օրինակ դաշնակցության միջոցով մասնակցի ընտրություններին, ինչ դիտարկումներ ունեք ու ինչ հնարավորություն ունեն այս ուժերը, որոնք ակնհայտ նաև պրոռուսական դաշտում են տեղավորվում։ Ես կարծում եմ, որ պրոռուսական դաշտի ուժերը ուղղորդվում են մեկ կենտրոնից եւ այդ կենտրոնի տրամաբանությունը նրանում է, որ իրենց եղած ձայներից ոչ մի հատ չփոշյանա։ Պրոռուսական կենտրոնները հաշվարկել են, որ Հայաստանում պրոռուսական տրամադրություններով մարդկանց տոկոսը անհամեմատ ավելի քիչ է, քան պրոարևմտյան ուղղություններով տրամադրությունները, այսինքն իրենք մաքսիմում ունեն 38-42% մարդ, ովքեր պրոռուսական դաշտում հարմար տեխնացուի պարագայում կարող է եւ քվեարկեն, եւ իրենք հակված են, որ այդ 38%-ից ոչ մի քվե չկորցնեն, փոխարենը անեն քայլեր, որոնք պրոարևմտյան թևից ձայներ կփոշիացնեն։ Այս ընդհանուր տակտիկայի համատեքստում իրենք ներքին կարգով ձևավորում են տարբեր դաշինքներ եւ աշխատում են, որ այդ դաշինքները այնպես ձևավորեն, որ որևէ ուժ, որը մասնակցում է պրոռուսական թևից, ընդհանուր պահանջվող տոկոսային դրույթից դուրս չմնա, այսինքն ձայներ չփոշիացնի։ Հետևաբար Գագիկ Ծառուկյանին միացնում են որոշակի քաղաքական ուժեր, որոնք միայնակ գնալու դեպքում չէին անցնելու, այս դեպքում կանցնեն մարդիկ կլինեն, որոնք Գագիկ Ծառուկյանի դեպքում ընտրության չէին գա, իսկ այս մարդկանց պարագայում կգան, այդ ուժերը նաև մասնակցեն ընտրություններին, այդտեղից 1-2 մարդ կներգրավի այդ ցուցակում, այստեղ պիտի ասեմ, որ նաև ինչ որ առումով խելացի են, որ հաշվարկել են, որ 8%-ը չեն հաղթահարի, դրա համար մասնակցում են Բարգավաճ Հայաստան ցուցակով, ոչ թե դաշինքով, 4%-ի հաղթահարման խնդիր են փորձում լուծել, այդ համատեքստում են փորձում մնալ։ Թող ներկայացնեն ծրագրեր, երբ որ կներկայացնեն ծրագրեր, ասելիք կասեն, այդ ժամանակ կարելի է այդ թեման քվեարկել, իսկ ընդհանուր առմամբ իրենք բոլորը նույն բանն են ասում, իրենց ասածը խնդիրները ռուսական դաշտում լուծելն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները ել ավելի սերտացնելը, ռուսական համատեքստում անվտանգություն եւ տնտեսության զարգացում ապահովելը, որը ոչ իրատեսական է, առավել եւս այսօրվա Ռուսաստանը, որ դուգինների, Սալավյովների մակարդակով ասում է, որ այդ հանրապետությունները Ուկրաինայից Վրաստան մինչև միջինասիական հանրապետություններ չպետք է ունենան ինքնիշխանություն, իրենք կամ մեր հետ պիտի լինեն, կամ իրենք մեր դեմ են, իսկ դրանք ռուսական գաղափարախոսության հիմնական կրողներն են։ Վերջերս հայտնվել էր նաև մի քաղաքական վերլուծաբան, որը բավականին լուրջ դեր է գրավել ռուսական քաղաքական դաշտում, Միխայել Ալեքսանդրով անունով, որը ասում էր, որ որպեսզի Սյունիքը չդառնա արևմտյան, բերեք այդտեղ թող մտնեն իսլամի պահապանները Իրանի եւ դառնա պարսկական, այսինքն իրենք մեր փոխարեն մեր երկրի տարածքը աչուձախ փորձում են նվիրել պայմանով, որ միայն նրա համար, որ հանկարծ թրիպը չգործի։ Այս ուժերը թրիպին դեմ են, իսկ թրիպին դեմ լինելը նշանակում է մինչ այս ստորագրած փաստաթուղթը մերժել, իսկ դա ակնհայտ նշանակում է պատերազմ։ Բոլոր այն ուժերը, ովքեր ռուսական ուղեցրում են, իրանք միանշանակ պատերազմի կողմնակիցներ են։ Իրենք իհարկե նշում են այսօրվա իրավիճակի բազմաթիվ թերություններ, որով փորձում են ժողովրդին իրենց կողմ ներգրավել, բայց այն լուծումները, որոնք իրենք առաջարկում են, այդ լուծումներին ժողովուրդը չի հավատում, այդ միանշանակ է, այդպես է։ Գիտեք, ջերմաչափը ջերմություն ցույց է տալիս, բայց հիվանդություն չի բուժում, չէ։ Իրենք փորձում են ջերմաչափ լինել, ընդ որում վատ ջերմաչափ, մի շատ ավելի բարձր ջերմաստիճան են ցույց տալիս, քան իրականում գոյություն ունի, եւ դա իրենց հաջողություն չի բերելու։ Իսկ դեր դիտարկմամբ ինչու օրինակ Մոսկվան իր տեխնացուներին այսպես զանազան հրամցնում էր հանրության, օրինակ խաղադրույքը կարծես մեկ հոգու վրա չէ, Քոչարյանը չէ, Սամվել Կարապետյանը չէ, Ծառուկյանը չէ, այսինքն մի քանի տեխնացուներ, ինչն է սրա նպատակը։ Գիտեք, տեխնացուների
յուրաքանչյուր ցուցակ պիտի ունենա իր առաջի համարը, առաջի համար լինելը չի նշանակում, որ պարտադիր այդ մարդը պիտի վարչապետ դառնա։ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը չի էլ ուզում վարչապետ դառնալ, ինքը կլինի ցուցակի համարը, թե ինքը Սամվել Կարապետյանի նման ցուցակի համարը, չգիտեմ, իր եղբոր որդուն կդնի, կարծեմ չունի եղբայր, կամ մեկ այլ տարբերակ, ոչ քրոջ որդուն կամ փեսային։ Այս խնդրի այն կողմն է, որ մարդիկ գիտակցում են, որ ընդհանուր առմամբ այդ հաջողությունը բերել չի կարող, եւ այդ հաջողություն չբերելու պարագայում ցանկալի այլ դեպքով մասնակցել։ Սամվել Կարապետյանի դեպքում այդ բնական է շատ, որովհետեւ ինքը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված պայմաններին չի բավարարում, հետեւաբար ինքը չի կարող Հայաստանի Հանրապետության վարչապետի տեխնացու լինել, ինքը չի կարող ազգային ժողովի падգամավոր լինել, հետեւաբար դրել է իր եղբոր որդուն Նարեկին, բայց իմ խորին համոզմամբ այդ կուսակցությունը մեր ձևով ինքը ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենքների կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպիտի գրանցի ու չպիտի թույլ տա ընտրություններին մասնակցել, այնպես ինչպես Մոլդովայում։ Ինչ հիմքով, պարոն Սարգսյան, այդ մասին շատ են խոսում, ինչ հիմքով է հնարավոր օրինակ չգրանցել այդ կուսակցությունը։ Ես իրավաբան չեմ, իրավաբանները մի քանի կետին ցույց են տվել ընտրական օրենսգրքում, որ ընտրական օրենսգրքի այս օրենքների հիման վրա ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպիտի գրանցի, հիմնականը դրսից ուղղորդվող եւ դրսից ֆինանսավորվող հանգամանքն է, օրինակ կա Կրեմլյան ռեպորտ մի ցուցակ, որտեղ 200 օլիգարխներ են, որը Միացյալ Նահանգներն է կիրառել, որ համարվում է Պուտինին կից կամ Պուտինի մերձավոր բիզնես շրջանակներ, ովքեր մասնակցել են ռուսական փողերի լվացմանը, Ուկրաինայի եւ այլն, ասինքն Սամվել Կարապետյանը Պուտինի մերձավոր շրջանակի մարդ Հայաստանում փորձում է մտնել ներքաղաքական դաշտ եւ ներքաղաքական դաշտում ազդեցություն ունենալ, սա հստակ արտաքին քաղաքական միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Երկրորդ Սամվել Կարապետյանը անցնում է նաեւ Եվրոպայում դատական process-ներով, մասնավորապես Ֆրանսիայում ամենաթանկ դղյակներից մեկի արկովաճառքի խնդրում, որտեղ որպես մեղադրյալ է ներգրավված Գազպրոմի հետ աֆիլացված գործարքի առումով եւ ընդհանուր առմամբ եվրոպական եւ արևմտյան ընդհանուր գլոբալ արևմտյան դաշտում ինքը դիտարկվում է հստակ ռուսական համատեքստի մարդ եւ այնպես ինչպես Մոլդովայում օլիգարխ Շորին թույլ չտվեցին, որը իմիջայլոցի տարբերություն Սամվել Կարապետյանի ոչ կուսակցության անդամ էր, ոչ կուսակցությունը ինքն էր բացել, ոչ падգամավոր էր ուզում դառնալ, ոչ էլ վարչապետ, բայց Սանդուն թույլ չտվեց ու աշխարհում միայն մի երկիր ասաց, որը կեղծիք եք արել, խախտել եք, թույլ չեք տվել, որ մասնակցի, մնացած բոլորը համարեցին այն հանգամանքը, որ ինքը Ռուսաստանից է ուղղորդվում, մենք, այսինքն միայն այն, որ Շորը իր գումարներն աշխատել էր Մոսկվայում եւ միլիարդատեր էր դարձել այնտեղից եւ իր կուսակցությունը ֆինանսավորվում էր այ Շորի գումարներով, կապ չունի Մոլդովայում աշխատած, թե դրսում աշխատած, ինքը ուղղակի դրսի ազդեցության, դրսի գործոնի տակ գործող մարդ է, իրեն արգելվեց։ Իմիջայլոց Սանդուն երկու կուսակցություն արգելեց, ոչ թե մեկ կուսակցություն, եւ այս պարագայում ես կարծում եմ, որ այդ օրինակը մեզանում միանշանակ կիրառելի է, եւ ես կարծում եմ, որ հենց այդ ճանապարհով էլ պիտի գնա գործող իշխանությունը օրենքները պահելու, դրսի ազդեցությունը թույլ չտալու, դրսի մասնակցությունը հնարավորինս խափանելու ու այս խնդրում նաեւ իմ կարծիքով մեր ձևովը ինքն էլ է հասկանում այդ համատեքստը եւ դրա համար առաջարկում են Նարեկ Կարապետյանին, դրա համար ասում են, որ մեր տեխնացուն կլինի Սամվել Կարապետյանը կգա, կփոխի, այս կանի, այն կանի, այսինքն իրենք լրացուցիչ հիմքեր են տալիս ուղղակի իրենց չգրանցելու համար։ Այսինքն Սամվել Կարապետյանն էլ չի ուզում ինչ որտեղ վարչապետ դառնալ, ընդհանրապես ուզում է ձեր կարծիքով ինքը լինել Հայաստանի վարչապետ, թե սա ինչ որ պարտադրված քայլ է։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը ինքն էլ չի պատկերացնում իրեն վարչապետի պաշտոնում Պուտինի հետ բանակցելիս։ Ես համոզված եմ, որ այդ համատեքստում ամբողջ խնդիրը նրանում է, որ Պուտինի հետ բանակցողը պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն այդ ուժերը վերջնական արդյունքում աջակցելու են Ռոբերտ Քոչարյանին,
Սամվել Կարապետյանը այստեղ Հայաստանում եթե իհարկե հաջողի, եթե իհարկե գրանցեն, ինչը քիչ հավանական եմ համարում եւ կարծում եմ, որ օրենքի պահանջը պիտի պահվի այդ պարագայում չեն ալ գրանցելու եւ իրենք չգրանցելուց հետո ուղակի կոչ են անելու, չգիտեմ, աջակցել ենթադրենք Գագիկ Ծառուկյանին, չեմ կարծում, որ ասեն աջակցեք, ձեր քվեն տվեք Ռոբերտ Քոչարյանին, բայց Աստված գիտի Մոսկվայում հիմնական կուրատորը ինչ հրանք կիչեցնի, այս պարագայում կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը հաջողության դեպքում խորհրդարանում կունենա խմբակցություն, Հայաստանում իր համար ինչ կուզենա կանի, որևէ խնդիր չի ունենա, որտեվ ինքը իշխանության որոշակի մաս է եւ խորհրդարանում ներկայացված է, Ռուսաստանում էլ իրան ծյումեններում եւ այլ տեղերում լրացիչ բոնուսներ կտան ծախսած գումարները հետ բերելու համար։ Բնականաբար ոչ Նարեկ Կարապետյանը, ոչ Սամվել Կարապետյանը Պուտինի հետ բանակցելու չեն գնալու, ոչ էլ Գագիկ Ծառուկյանն է Պուտինի հետ բանակցելու գնալու։ Ես կարծում եմ դրան դեմ է նաև Պուտինը եւ այդ իրանք էլ շատ լավ հասկանում են։ Պարոն Սարգսյան, երբ խոսում են Գյումրիի երկու տարբերակի մասին, շատ է շրջանառվում այդ թեզը, մեկ անգամ կարողացան, իդեպ Գյումրիում էլ նախկինում ասում են իրար հետ չենք համագործակցելու, ընտրություններից հետո այդ, այսպես ասած, դաշինքը ձևավորվեց։ Սա Հայաստանի այս խորհրդարանական ընտրությունների պարագայում ինչքանով հնարավոր տարբերակ եք համարում եւ այդ պարագայում օրինակ Քոչարյանը ինչու պետք է համաձայնվի ձեր դիտարկմամբ, որ Սամվել Կարապետյանը հետո դառնա վարչապետ։ Սահմանադրություն փոխեն դրա համար ազգային ժողովում։ Նախ այդ սահմանադրություն փոխել եւ այլը սկսնակ եւ քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդկանց մոլորեցնելու համար է, որովհետեւ սահմանադրությունը փոխելու համար պետք է 2/3 ստորագրություն, այսինքն իրենք մտածում են, որ իրենք 50+ են հավաքելու եւ 2/3 են ունենալու, նման բան անգամ կպնչի մտածում, որ այսօր իշխանությանը դա անհնարին բան է։ Հայկական իրականության մեջ 2/3 ունենալ խորհրդարանում էլ անդիմությունը գա ու այդպես հնարավոր է միայն հեղափոխության պարագայում, այն էլ ժողովրդի աջակցությամբ լուրջ հեղափոխության պարագայում, իսկ այստեղ այդ աջակցությունը չկա, այդ ակնհայտ է, այսինքն այս կստակներին խաբելու համար է։ Իրենք ոչ միայն 50+ չեն ունենալու, 2/3 մասին ընդհանրապես հեքիաթ է, որին իրենք էլ չեն հավատում։ Այսինքն սա ուղղակի մեխանիզմ է դրած, որ ժողովուրդ ջան, կարող ենք էլի հավատացեք։ Իրականում Համապետական ընտրությունները եւ տեղական ինքնակառավարման ընտրությունները համեմատելու չեն բացարձակ, որտեղ համապետական ընտրություններում աշխատում է նաեւ արտաքին քաղաքական գործոնը, երկրի զարգացման ուղղությունը եւ բոլորն են շեշտում, որ այս ընտրությունները ոչ որոշ են լինելու Հայաստանի համար, Հայաստանը ուր է գնում։ Գնում է դեպի արևմուտք, գնում է դեպի գուբերնիա դառնալ, դեպի Բելարուսի մոդել կամ Թաթարստանի մոդել, թե Հայաստանը ուզում է դառնալ Եվրոմիության մաս, ուզում է կամաց իր քայլերը դեպի ԵՄ անելով, հարաբերությունները ավելի սերտացնել արևմուտքի հետ, ուզում է թռիչքային զարգացում ունենալ իր տնտեսության մեջ, այս երկու մոտեցումների մեջ է լինելու առաջարկները, եւ երկրորդ խնդիրը նաեւ նրանում է, որ պատերազմ թե խաղաղություն խնդիրը վերջնականապես լուծված չի եւ ում առաջարկած տարբերակն է, որ խաղաղության տարբերակի համար, հայ մարդու համար, միջին-վիճակագրական հայ համար ավելի ընկալելի ու հասկանալի է։ Ռուսական տարբերակին կարծում եմ Հայաստանի բնակչության մեծ մասը անկախ ազգությունից քիչ է հավատում, որտեղ իր աչքի առաջ տեսել է Լեռնային Ղարաբաղում ինչ եղավ, տեսել է թե Սիրիայում Բաշար ալ-Ասադի հետ ինչ եղավ, տեսել է թե Մադուրոյից առևանգելուց հետո Պուտինն ինչ արեց, ընդհանրապես որևէ բառ չասաց։ Գիտեք, ոնց որ այդ Մադուրոն իր համար չկար, էլի, ոչ մի կերպ, այնպես ինչպես Ռուբեն Վարդանյանի պարագայում ոչ մի բան չասաց, նույնն էլ պահեց Մադուրոյի պարագայում, եւ այս պարագայում հավատալ, որ Ռուսաստանը ինչ որ կերպ Հայաստանում փորձելու է խաղաղություն ապահովել, Ռուսաստանի ուզածը նոյեմբերի 9-ին երրորդ կետն է, ինչի կողմնակիցներ Էրդողանի, ինչի կողմնակիցներ Ալիևը, իրենք ասում էին լավագույն հարթակը Մոսկվան է, արևմուտքի ճնշումներով էր, որ կարողացան Ալիևին տանել Վաշինգտոն եւ օգոստոսի 8-ի փաստաթուղթ ստորագրել։ Իդեպ ինչքան էլ Մոսկվան ասում է, որ օրինակ Հայաստանի ներքին գործն է եւ այլն, նաեւ հայտարարում են, որ իրենք էլ կուզեին թրիփում մասնակցություն ունենալ, Շոյգուն մի հայտարարություն արեց երկաթուղու հետ կապված, որ մեկ գիշերում կփլուզվի այդ համակարգը, եթե այլ պետության օգտին Հայաստանը որոշում կայացնի, սա ինչ որ սպառնալիք դուք դիտարկում եք, թե ոչ Ռուսաստանի կողմից։ Գիտեք ինչ,
որ կփլուզվի այդ համակարգը ասելով, ասենք, ենթադրենք Հայաստանը հրաժարվում է Հարավկովկասյան երկաթուղիների ծառայությունից, ասում է շնորհակալություն, ձեր գումարը վճարում եմ մնացած ժամանակի համար, ստեսություն ի՞նչն է փլուզվելու։ Ես որոշակի առումով փորձեցի այս օրերին հասկանալ ինչ տարբերակներ կան եւ այն պարագան, որ Հարավկովկասյան երկաթուղին 2008 թվականին իր հեռանալուց մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը տվել է Ռուսաստանին, այդ Ռոբերտ Քոչարյանի արած ամենախոշոր վատություններից մեկն է։ Դա գույք պարտքի դիմացից ավելի մեծ վատություն է, որովհետև պատկերացրեք այսօր այդ ճանապարհը Եվրոպայի, Միացյալ Նահանգների ու տրիպի պարագայում ինչ օգուտներ ու բոնուսներ կարող էր բերել Հայաստանին, իսկ մենք կեսօր խնդրի առաջ են կանգնած ու անգամ վարչապետն է խոստովանում, որ մեր գործընկերները Եվրոպայում համնում սկսում են այ երասխից դեպի աղբուրիկ հատվածը նայել որպես ռուսական հատված։ Իրականում 2008 թվականին բեռնափոխադրումները հայկական երկաթուղում եղել են 3 միլիոն տոննա։ Հիմա 1.2, այսինքն մոտ 3 անգամ կրճատվել է։ 2008 թվականին Հարավկովկասյան երկաթուղում աշխատել է 4000-ի մոտ մարդ, հիմա աշխատում է 1500-ի մոտ մարդ, այսինքն մարդկանց կրճատել են։ Իրենք պիտի Հայաստանին հետ հանձնեն մեր երկաթուղիները, որը հայկական սեփականությունն է, այն վիճակով, ինչ վիճակով որ վերցրել են։ Իրանք երբ որ վերցրել են, Իջևան Հրազդան Դիլիջան երկաթգիծն աշխատել է, այսօր Հրազդան Դիլիջան երկաթգիծը չի աշխատում։ Իրենք Սոտք Արարատ երկաթգիծն աշխատել է, 2020 թվականից հետո Սոտք Արարատ երկաթգիծը չի աշխատում։ Այսինքն իրենք էլ պիտի 600 միլիոն գումար ծախսեին, իրենք ներկայացնում են, որ 540 արդեն ծախսել են։ Միայն, այսպես ասեմ, երասխից դեպի Ախուրյան, եթե երկաթգիծը արդիականացվի, 150 միլիոն, 140-ից 150 միլիոն դոլար գումար է պետք։ Այսինքն ռուսական, այսպես կոչված Հարավկովկասյան երկաթուղիները, եթե համաձայնեն էլ ժամանակակից պարամետրերի հասցնել այդ երկաթգիծը, իրենք այդ փողը չունեն։ Իրենց 60 միլիոն է մնացել իրենց պայմանագիրը կատարելու առումով։ Այսինքն իրենք այդ գումարները ծախսել են։ Իսկ եթե ասեմ, որ 2017-18 թվականների կեսերին մտան այդտեղ ստուգելու եւ 60 միլիոնի խախտում գտան, որ իրենք չարած գործը գրել են ու պետությունից պետական բյուջեից փող են վերցրել չարած գործի համար, չտեղափոխած բեռների համար, եւ այդ գործը փակվեց, եթե չեմ սխալվում, 2021 կամ 22 թվականին, պատկերացրեք պատերազմից հետո մեր այդ նեղ իրավիճակներում, որտեղ իրենք ինչ ուզում ասում էին, հայկական իշխանությունները ստիպված եղան փակելու, հետեւաբար այս համատեքստում Հարավկովկասյան երկաթուղիները ինքը փլուզել է հայկական երկաթուղիները որպես այդպիսին, ինքը ոչինչ չի արել, նաև հաշվի ենք առնում են, որ Հայաստանի երկաթուղիները որոշակի առումով փակ են եղել, այս հանգամանքն էլ կա, որովհետև նույն Վրաստանը, ասենք, 18 միլիոն բեռնափոխադրում է ունեցել, Ադրբեջանը 14 միլիոն բեռնափոխ կամ հակառակը մեկը 18, բայց 18-14 բեռնա մեր հարևանները այդքան բեռնա, մենք 2-3 միլիոն։ Հարավկովկասյան երկաթուղիները, երբ որ վերցնում էին Հայաստանում երկաթգիծը, իրենք պիտի շահագրգռված լինեին աբխազական երկաթգիծը բացելու, ամենայն հավանականությամբ նման խոստում են տված եղել, որ վերցնենք, ինչ Աբխազիան մերն է, կհամոզենք կբացի Ռուսաստանի հետ ուղիղ կապ կունենա։ Ու խաբել վերցրել են։ Ու լավ կանի Ռոբերտ Քոչարյանը այդ խոստովանի, որ իրեն խաբել են ռուսները, բայց Ռոբերտ Քոչարյանը խոստովանի, որ ռուսները խաբել են, այդ գիտեք ինչ, այդ ամենաանհավանական բանն է, ինչը հնարավոր է ակնկալել Ռոբերտ Քոչարյանից։ Հետևաբար այս առումով, ասենք, Ռուսաստանի ասածը ոչ թե սպառնալիք է, այլ տեղում գործող 5-րդ Շարասյանը թեմա տալու, որ նրանք այդ թեման զարգացնեն, փորձեն այդ թեմայի մեջ խորանալով հակադարձել մեզ, երբ որ այդ հարցերը քննարկում են։ Ընդհանրապես Ռուսաստանը բազմաթիվ ուղղություններով փորձում է ներքաղաքական դաշտում միջամտություններ անել։ Օրինակ նայեք նույն Սամվել Կարապետյանի ինձ ամենամտահոգող տեսակետներից մեկը ռուսաց լեզվի նաև Հայաստանում պետական կրոն դարձնելն է։ Դուք կարող եք ասել Ուկրաինայում պատերազմը ինչ է մար սկսեց։ Ես միանշանակ կարող եմ ասել, որ դա ռուսաց լեզուն պետական լեզու դարձնելու համար։
Այս պատահական բան չի, իրենք նույն բանն անում են Ղազախստանում։ Այսինքն Ռուսաստանի աշխատելու մեխանիզմը ինքը իր ռիսկայնությամբ, իր վտանգավորությամբ նույն քայլերն է անում։ Ինչը արել է տարբեր տեղերում, որի արդյունքում գնացել է ռազմական գործողություններ, այսինքն իրենք ամեն ինչում են փորձում մեզ սպառնալ ու ցավոք սրտի ազգությամբ հայ քաղաքականության մեջ գտնվող կամ չգտնվող անհատները դառնում են այդ ռուսական համատեքստի ի կատար ածողները։ Օրինակ, երբ որ Ալիևը, ասենք, ասում է, որ այ մենք մինչև սահմանադրությունը չփոխեն, խաղաղություն չենք ստորագրի, բնականաբար, երբ որ տեսա, որ Հայաստանն արդեն Միացյալ Նահանգներից հակաօդային պաշտպանության շատ լուրջ զենքեր է ստանում, դրանք հետախուզական շատ լուրջ զենքեր են, լրիվ նոր սերնդի, այդ զայրացրեց Ալիևին, որը որոշեց որոշակի առումով տոնը փոխել, ինչ-որ բաներ անել, բայց դրանից ով է ուրախանում։ Ովքեր են այդ ամենաշատը տարածում։ Ովքեր են, որ չեն ուզում, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այդ ռուսական դաշտի բոլոր ուժերը միանգամից տեսակ Ալիևն ինչ ասեց, որևէ խաղաղություն ասացները չեն նկատում, դեպ երբ ասում է, որ արդեն խաղաղությունն է սահմանին, տեսակ ասում են ինչ ասեց, տեսակ խաղաղություն չկա, այդ ամեն ինչը սուտ է, այդ մարդու հետ ինչ խաղաղություն, տեսեք ինքը իսկ ինչի են այդպես ասում, որտեվ այդ խաղաղությունը ձեռնատու չի Ռուսաստանին, որտեվ այդ խաղաղությունը ձեռնատու չի իրենց, որտեվ խաղաղության պարագայում իրենք խորհրդարան մտնելու ընդհանրապես շանս չեն ունենալու, իրենց շանսերը զրոանալու են։ Հետևաբար այդ մարդիկ գործում են Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի, նրա զինվորի խաղաղության դեմ, նրա ունեցած հզորությունների ուժեղանալու դեմ։ Իրենք տնտեսական դաշտում որևէ բան չեն առաջարկում։ Ոչինչ չեն առաջարկում, չկա որևէ ուղղություն, որում Հայաստանը կարող է թրիչքաձև աճ ունենալ, եւ այդ թրիչքաձև աճի պայմաններում մեր ռազմական բալանսը մոտենա Ադրբեջանի բալանսին։ Առաջարկածներն ինչ ասենք, ցույց են տալի տրիկոտաժի ինչ-որ ֆաբրիկա, որտեղ 150 մարդ է աշխատում։ Այդ դեպքում Սամվել Ալեքսանյանը չգիտեմ ինչեր պիտի աներ, որտեղ իր մոտ հազարներով են աշխատում, այդ Ալեքս տեքստիլը կամ մուլտիտեքստիլը բավականին լուրջ տեքստիլ արտադրություն են, դուրս են արտահանում, շատ մարդիկ ունեն, այսինքն դուք այդքան գումար եք ունեցել, խոսում եք արդյունաբերությունից, գործարաններ կառուցելուց, բա մինչև հիմա ուր եք։ Բա ձեր արածն ինչ է, Դալմամոլը, որը վարձով եք տվել, բա գործարան սարքեիք։ Ուր են ձեր սարքած գործարանները։ Այդ հիմի հասկացավ, որ գործարաններ է սարքել պետք, արդյունաբերություն է զարգացնել պետք, որ ամեն մարզը իր բնորոշ գիծն ունի։ Այս գիտեք ինչ, այսպես ասեմ, Փարոսի բարեգործությունների հիշեցնող այդ ծրագրերը 5 կետով այդ որ տարածում են մարդկանց խաբելու, մարդկանց կեղծ խոստումներով ու որոշակի առումով նյութական անբավարար վիճակում գտնվող մարդկանց կեղծ հույսեր տալու համատեքստում։ Իսկ իրական ծրագրեր, լուրջ ծրագրեր իսկապես կան եւ այդ լուրջ ծրագրերի հնարավորությունը տալիս է օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ փաստաթուղթը Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջեւ։ Ավելին ես կասեմ բազմաթիվ այլ ուղղություններով լուրջ գործընթացներ են գնում։ Հիմա կա մի ծրագիր, որը ես ներկայացրել եմ իմ էջում, որի վերնագիրը դրել եմ արդյունաբերական հեղափոխությունը չի սպասում, որը վերաբերվում է կուտակիչներին, մեր ժողովրդական լեզվով ասած ակումուլյատորներին։ Հիմա ամեն ինչ, սկսած հեռախոսներից, վերջացած բժշկական սարքավորումները, նկարչական սարքավորումները, մեքենաները անցնում են էլեկտրոէներգիայի կուտակման, այսինքն կուտակիչների վրա են հենված այդ ամեն ինչը։ Եվ աշխարհի համար մեկ խնդիրն է դարձել այ էլեկտրոէներգիան կարողանալ կուտակել, որպեսզի այն ճիշտ օգտագործես։ Այդ կուտակիչների համատեքստում նոր էլեկտրական կուտակիչները փոխարինելու են գալիս բենզինին։ Աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներ անցնում են էլեկտրական ավտոբուսների, այնպես ինչպես մեր քաղաքը մաների է անցել։ Անցնում են էլեկտրական մեքենաների, մեր պետությունը այդ էլեկտրական մեքենաների համար մաքսատուկ չի վերցնում, որ էկոլոգիան մաքուր պահի։ Եվ այս մեքենաները լիթիում-իոնային են։ Լիթիումը դա մետաղ է, որը բավականին դժվար է արդյունահանվում եւ բավականին թանկ է։ Պլյուս ինքը ունի մի թերություն, ինքը ձմեռվա պայմաններում ոչ ինտենսիվ է աշխատում, սառում է, հետեւաբար բավականին էներգիա է ծախսում մեքենան իր մարտկոցները տաքացնելու առումով։
Հիմա աշխարհը անցնում է այդ մարտկոցների մի այլ տեսակի, որը կոչվում է նատրիումիոնային մարտկոցների։ Նատրիումը ստանում է նաղից, ու քանի որ ինքը աղ է ու աշխարհում ամենատարածված էլեմենտն է, այս ինքը շատ անհամեմատ ավելի էժան է դառնում, ինքը չի վախենում սառելուց եւ տաքանալուց, իսկ Եվրոպային պետք են այն նման էլեկտրական մարտկոցներ, որով ինքը կզարգացնի իր ինֆրաստրուկտուրան։ Հիմա կասեք սրանում ինչ կապ ունի Հայաստանը։ Ամերիկյան երկրաբանական ինստիտուտը 2020 թվականի արած հետազոտությունների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետությունում Երևանում գտնվող աղի հանքում այսօրվա դրությամբ կա 150 միլիոնից մինչև 250 միլիոն խորանարդ մետրիկ խորանարդ աղի պաշարներ։ Սա ահռելի պաշարներ են, ընդ որում ազատ աղի, որտեղ նատրիումը անջատելը անհամեմատ հեշտ է։ Եվ Եվրոպային էս ամենահարմար տեղն է։ Եվ այս համատեքստում արդեն աշխարհում նատրիումիոնային մարտկոցներով մեքենաներ արտադրվում են։ Կա մի ընկերություն, որը գործում է Չինաստանում, որը անցած տարի արդեն այս տարվա սկզբին արդեն սերիական արտադրության է դրել նատրիում-իոնային մարտկոցներով էլեկտրոմեքենաներ, որոնք հիմա արտադրվում են արդեն վարում են։ Նրանք ունեն 45 կիլովատ հզորության մարտկոցներ, մինչև 400 կիլոմետր ճանապարհ են տանում, եւ այս ընկերության հետ հիմա աշխատում է ֆրանսիական Renault եւ աշխատում է նաեւ գերմանական Volkswagen-ը։ Եվ կա ընկերություն, իրավախորհրդատվական ընկերություն ամերիկա-եվրոպական, որը խորացել է այս ամեն ինչում, որը այս գործի բոլոր նրբությունները Հայաստանի հնարավորություններով հաշվարկել է եւ ներկայացրել է այդ ընկերություններին եւ այս ուղղությամբ աշխատանք է գնում։ Այսինքն նախկինում Ադրբեջանը ապահովում էր տարածաշրջանում բենզինով եւ մեքենաները կախված էին այդ վառելիքից, ապագայի վառելիքը այ մեքենաների մարտկոցներն են, որը կարող են արտադրվել Հայաստանում։ Ավելին Հայաստանը արևային էներգիայից, քամու էներգիայից ստացած ահռելի քանակությամբ էներգիա է ունենում, որը ինչ որ պահելի ստիպված է լինում բաց թողել, որտեվ սպասարկման տեղը չկա։ Մենք միայն կիրառման տեղը չկա։ Մենք միայն ձմռանն ենք այդ փոխանակում Իրանի հետ այդ համատեքստում, այս պարագայում մենք կարող ենք նաև այդ համակարգերը կիրառել եւ օգտագործել։ Սա կարող է թռիչքային զարգացում ապահովել Հայաստանին, ինքը 2-ից մինչև 3 միլիարդի ներդրում է ապահովելու, մինչև 40 միլիոն մարդ կարող է աշխատել ընդհանուր համատեքստում, որովհետև իր հետ քիմիա է բերելու, եւ վստահաբար, որ էլեկտրական մարտկոցների ապագան նատրիումիոնայինն է, ցանկացած մարդ կարող է մտնել համացանց, ով հետաքրքրվում է տեսնել, թե ինչպես որ ընկերություններն են հիմնականում, որ զբաղվում են դրանով ու համոզվել, որ Հայաստանը նման պաշարներ ունենալով, Եվրոպային մոտ լինելով կարող է այդ խնդիրը լուծել։ Ավելին ասեմ, Իրանում աշխատում է ֆրանսիական Renault ընկերությունը, որը Իրանի այս վերջին տարիների ռեալի այդ անկման հետ բնակչության կենսամակարդակի ու ունեցած տնտեսական իրավիճակի այդ խնդիրներից ելնելով շատ քիչ է արտադրում եւ քիչ ունի վաճառք եւ գործարանը արդեն կանգնած է փակվելու եզրին։ Ինչքան կտևի Իրանում այս ամեն ինչը Աստված գիտի եւ իրեն շատ ձեռնատու է, որ այդ սարքավորումները ոչ թե մնան այդտեղ կանգնած կամ ոչ թե այդտեղից ստանի հասցնի հետ Փարիզ, այդ սարքավորումները բերեն Հայաստան կպած հենց սահմանին կպած, մենք էլ Ֆրանսիայի բարեկամն ենք ու Հայաստանում սկսի մեքենաշինություն։ Այս ուղղությունն է, որ տեսեք, կասեն Իրանի մոդելները հին են, բայց գիտեք ինչ, մեքենաների թափկերը շասին, որ կա, ինքը մնում է նույն Renault-ի շասին, Renault-ի շասի է։ Իրենք շարժիչը չեն դնելու, շարժիչի փոխարեն դնելու են էլեկտրական մարտկոցներ ու արտադրելու են Renault-ի էլեկտրոմոբիլներ, որը Հայաստանում կարող է արտադրվել եւ դուրս գալ։ Տեսեք, Հայաստանի համար մեկ հարկատուն դա հեռախոս վաճառող ընկերությունն է։ Ստեղից հետևությունն ինչ է, որ հայերը կարողանում են այդ ապրանքը լավ վաճառել։ Իսկ այն մարդը, որ արտադրում է, ինքը նայում է, ասում է, եթե այս մարդը խնդիրն ինչ է շուկան։ Եթե այս մարդիկ կարողանում են A կետից գնել ու վաճառել B կետին,
Ինչի ակետից գնեն, տանեմ թող հենց իրենց մոտ հավաքեն, որտեղ այս մարդիկ վաճառել գիտեն։ Այս ուղղությամբ աշխատել պետք է։ Այս ուղղությամբ այդ ռուսական թևի որևէ կուսակցություն կարող է աշխատել։ Իհարկե չի կարող աշխատել։ Իսկ մենք այս ուղղությամբ կարողանում ենք աշխատել։ Կարողանում ենք տվյալներ կուտակել, կարողանում ենք հետազոտությունների արդյունքներ ունենալ, կարողանում ենք այդ արդյունքները ներկայացնել իշխանությանը։ Բարեբախտաբար իշխանությունը այդ արդյունքների որոշների հետևից գնում է։ Եվ եթե այս ընտրություններում մենք որոշակի քվե ունենանք ու ազգային ժողովում ներկայացված լինենք, մեզ այդ հնարավորությունները այս ուղղություններում աջակցելու ու բերելու անհամեմատ կմեծանան։ Իմ հարցը հենց դա էր, տեսեք դուք կան եզակի քաղաքական ուժերից եք հանրապետությունը, որ առաջարկություններ է ներկայացնում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, այսինքն ոչ թե քննադատում եք, փորձում եք օգուտ բերել որևէ չափով ձեր նաև մասնագիտական գիտելիքներից ելնելով, ինչպես ընտրողներին ներկայացնել դա, որ իրական ընդդիմությունը ոչ թե ընդդիմությունն է, որը օրինակ կասի, որ իշխանությունները դավաճան են, թուրք են, հողատու են, նաև իրենց ձևակերպումներն եմ ասում, այլ այն ուժերը, որոնք որ կառուցողական առաջարկություններ են ներկայացնում, տեղ-տեղ նաև անհամաձայնություններ ունեն, բայց փորձում են ի նպաստ օրինակ պետության գործել։ Այ ընտրողը ինչպես ընտրի ձեզ, եթե ինչ որ չափով դժգոհ եք աղպայմանագրից օրինակ։ Գիտեք, իմ կարծիքով խնդիրը հետևյալում է, փոքր երկրներին բոլորին դա բնորոշ է, որ գործում է որոշակի առումով ծանոթ, մոտիկ, բարեկամ, քավոր փոխհարաբերությունները եւ այդ համատեքստում մարդը նայում է այս կամ այն մարդու պաշտոնյա դառնալուց ինքը ինչ կունենա։ Ինքը չի նայում երկիրն ինչ կունենա։ Այ եթե մարդը նայի իր նոր ծնված որդին կամ իր ունեցած թոռնիկը 15 տարի հետո ինչպիսի հայրենիք է ուզում ունենալ։ Ես կասկածում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան, որ Թաթարստանի նման հայրենիք ունենան։ Կամ Բելարուսի, որտեղ իշխանությունները չեն ընտրվում։ Չեն ընտրվում ուղղակի 30 տարի նույնն են այդ իշխանությունները, ժողովրդավարությունից այդ երկրների մասին խոսելը անհետետ է, որտեղ ծայրից ծայր կոռուպցիա է, որտեղ կաշառքը ընդունված բան է, հաստատագրված, հավատարմագրված, որ առանց դրա անհնարին է, որտեղ այլախոհությունը ուղղակի արգելված է, որտեղ արդեն ինտերնետ են փակում, համացանց են փակում, մարդիկ տելեգրամով էին խոսում, հիմի դա են փակում։ Եթե այդպիսի հայրենիք են ուզում իրենց թոռնիկների, իրենց զավակների համար, թող գնան այդ ուժերին տան։ Թող չմտածեն, որ այս ինչ մարդ իմ հորեղբոր որդին է ու ինքը եղավ, չգիտեմ, քաղաքապետարանի մի թղթի համար իրեն կդիմեմ ու իրեն կօգնեմ։ Քաղաքապետարանի այդ թղթերը այս համակարգ արևմտյան համակարգ մտնելու պարագայում բոլորը դառնալու են թվային։ Տեսեք, օրինակ ես միշտ այս համատեքստում օրինակ եմ բերում Երևանի քաղաքապետարանը։ Մեզ եւ քաղաքացիական պայմանագրին կոալիցիա կազմելու համար քննադատում են, բայց ես վստահաբար եմ ասում, որ 5-10 տարի հետո համարվելու է ամենալավ կառավարման շրջանը։ Ավելին, Ավինյանն էլ համարվելու է ամենալավ քաղաքապետը, ինչի, որտեղ ինքը ծրագրավորող է, ինքը հասկանում է ինչ անում։ Ինքը խնդիրը տանում է թվայնացման դաշտ։ Չինովնիկները ընդհանրապես թվայնացմանը դեմ են։ Իրենք ուզում են իրենց դերը ծանրակշիռ լինի, որ իրենց դիմեն, իրենց խնդրեն։ Ավինյանը ամեն ինչ անում է, եւ այսօրվա քաղաքապետարան, նաեւ մեր այդ կոալիցիան ամեն ինչ անում է, որ քաղաքացին ավելի շատ գործ ունենա մեքենայի, քան մարդու հետ։ Հերթերը որոշեն համակարգերը, թվային համակարգերը, փաստաթղթերը տան թվային համակարգերը։ Եվ այս առումով իսկապես լուրջ աշխատանք է արած, ցավոք դրանց արդյունքները մարդիկ գնահատում են 5-10 տարի հետո։ Բայց ես նորից եմ ասում, այդ նույն հորեղբոր հորքուրի աջակցությունը ինքը արևմտյան համակարգի դեպքում դառնալու է արդար։ Ինչի են հայ մարդիկ ուզում գնալ, ասենք, Միացյալ Նահանգներ ապրելու, Եվրոպա ապրելու, այնտեղ կրթվելու, այնտեղ բուժվելու։ Ոչ թե որ այնտեղ հեշտ է, ոչ թե որ այնտեղ էժան է, մեր համար այդ ավելի թանկ է։ Անհամեմատ ավել, որովհետև այնտեղ այդ ամեն ինչը արդար է։ Հերթը արդար է, վճարը բոլորի համար է վճար, օրենքը բոլորի համար է օրենք։ Տեսեք, Միացյալ Նահանգներում դրեցին Թրամփի դրած մաքսատուրքերի մասին օրենքը, դատարանը համարեց անօրինական։ Երկիրը դա է։
Պարոն Սարգսյան, այս ընտրություններին փաստորեն գործեք ունենալու ոչ միայն ընտրողներին այս ամեն ինչը ներկայացնելու հետ, այլ այն ուժեղ հիբրիդային գրողների, որ Ռուսաստանի կողմից լինելու են, Էստոնիայի արտաքին հետախուզական ծառայություններ նաև այդ մասին իր վերջին զեկույցում նշել, շատ ավելի ռադիկալ գնահատականներ տալով ընդհանուր որ Մոսկվան ամեն ինչ կանի, որ փոխի այստեղ իշխանությունը եւ դրածո մի իշխանություն բերի, որը կթվա ազգայնական, բայց իրականում կլինի Ռուսաստանի թեկնածուն։ Այս դիտարկմամբ ինչքան խորը կլինեն այդ հարվածները ընտրություններին ընդառաջ ու ինչպես դիմակայել նրանց, երբ կան հսկայական ռեսուրսներ, օլիգարխներ են մասնակցում ընտրությունների, նախկին նախագահը նաև որը շատ մեծ ռեսուրսների է տիրապետում, այլ ռեսուրսին փողին էս ուժի ցուցադրությանը ինչպես հակազդել։ Գիտեք, անգլիացիները մի ասացվածք ունեն, ասում են մեղուն ճանճին չի բացատրում, որ մեղրն ավելի լավ է, քան աղբը։ Մեր ժողովուրդը այդ հասկացել է Ռուսաստանի համատեքստում։ Բացատրելու բան չկա։ Մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի օրինակ մեր աչքի առաջ։ Ինչ է նշանակում Ռուսաստանի հետ լինելը։ Մենք ունեցել ենք մեր աչքի առաջ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի 8 կետերը կատարված չլինելով, Ռուսաստանը առ այսօր իր արտգործնախարարով պնդում է, որ այդ փաստաթուղթը դեռ ուժի մեջ է եւ այդ 9-րդ կետը պիտի կատարվի։ Իսկ այդ 9-րդ կետը ինչ է ասում։ Ասում է, որ այ դա պիտի լինի միջանցք Ադրբեջանը Նախիջևանին կապող, ուրիշ ոչինչ։ Ապա շրջափակում չի, այդ միջանցքը դա է։ Դա Ադրբեջանը կապելու է Նախիջևանին եւ դրա վերահսկողությունը պիտի լինի Ռուսաստանը։ Մենք մի անգամ Ռուսաստանի վերահսկողությանը համաձայնեցինք, չհամաձայնեցինք, որ այնտեղ կանգնեն միջազգային խաղաղարարներ կամ սկանդինավ խաղաղարարներ։ Այո։ Եվ արդյունքում ինչ ունեցանք, հիմի նորից վստահենք Ռուսաստանը։ Ռուսաստանը հենվում է իր այստեղ ունեցած 5-րդ շարասյան վրա։ Այդ 5-րդ շարասյունն էլ ոչինչի առաջ չի կանգնում։ Եվ սա է պատճառը, որ ես գտնում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ պիտի շարժվի միանշանակ Հայաստանի Հանրապետության օրենքներով, որտեղ հստակ ֆիքսում է, որ արտաքին միջամտություն, ընտրություններում, արտաքին կապիտալի ներգործությամբ ընտրությունների մասնակցությունը մերժվում է, հետևաբար այդ կուսակցություններին չպիտի թույլ տա։ Սամվել Կարապետյանի պարագայում դա ակնհայտ է, որտեղ կան նաև դրա հիմնավոր ապացույցներ, այն որ ինքը իր գումարներն աշխատել է Ռուսաստանում, այն որ ինքը իր կապիտալը պահում է Ռուսաստանում եւ ամբողջությամբ կախված է ռուսական ճնշումներից, այն որ ինքը թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում դիտարկվում է որպես ռուսական իշխանությունների կցորդը եւ նրանց պլանների իրականացնողը, այս հանգամանքները բավարար են, որ համապատասխան քաղաքական ուժին թույլ չտան ընտրություններին մասնակցելու։ Բարեգործություն են անում, թող անեն, որևէ խնդիր չկա։ Ավելին, ես համարում եմ, որ եթե Սամվել Կարապետյանը մնար միայն բարեգործության շրջանակում, ինքը Հայաստանին ու հայությանը շատ լուրջ ու պիտանի անհատականություն կլիներ եւ որի հնարավորություններից ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ տեղերում արժեր օգտվել եւ ավելին Հայաստանն էլ իր հերթին պարտավորված կլներ Ֆրանսիայում այդ դղյակի հետ կապված խնդիրներում Սամվել Կարապետյանին օգնել, Միացյալ Նահանգների հետ ցուցակի հետ կապված խնդիրներում Սամվել Կարապետյանին օգնել, բայց այստեղ խնդիրը այլ հարթություն է։ Սամվել Կարապետյանին բերել ու մցրել են մի հարթություն, որը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դա թույլ չտա։ Եվ պատկերացրեք, այդ կուսակցությունը չեն գրանցում, ինքը հայտարարում է գնացեք պաշտպանեք, ասենք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին, բնականաբար այն ինչ որ հավաքել են, այդ հավաքածի մի մասը չի պաշտպանելու Գագիկ Ծառուկյանին, դուրս է գալու համատեքստից, դաշտում լինելու է Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը եւ այս երկու ուժերը մաքսիմումը իրար հետ գումարած, ասենք 27-28% քվեն հավաքելու, այնպես ինչպես 2021 թվականին էր Ռոբերտ Քոչարյանը հավաքեց 22%, հանրապետական պատիվ ունեմի հետ 5%-ը չէր հավաքել, բայց օրենքով որ պիտի երրորդ մեր չափ քվեն հավաքել իրենք։ Մեր չափ, հանրապետություն կուսակցության չափ այդ դաշինքը կվեր հավաքել։ Բայց քանի որ օրենքը պահանջում էր,
իրենց այդ 5% լրացրեցին մտան, այսինքն 22-ին գումարած 5 անում է 27%։ Հիմա Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ է բավականին տնտեսական եւ այլ հարցերում, մարդկային բաներում ժամանակի մեջ նաեւ բողոքներ կան, թող դառնա 30, ավել չի կարող դառնալ։ Եվ դա է պատճառը իմ կարծիքով, որ Ռուսաստանի իշխանությունները այսօրվանից արդեն պնդում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որ Հայաստանում կիրառվելու է Մոլդովայի տարբերակը, այսինքն իրենք ասում են Նիկոլ Փաշինյան, կիրառի Մոլդովայի տարբերակը, թույլ մի տուր, որ այն կուսակցությունները, որոնք մեր համատեքստում են, ուղղակի գրանցվեն։ Պարոն Սարգսյան, ամփոփելով, քանի որ վստահ եմ, որ մեր ընթերցողներն էլ հարցնելու են, նաև հանրապետության մասով հստակություն մտցնեք, ոնց եք մասնակցել ընտրություններին, նաև տեսակետներ կան, որ նաև արևմտյան դաշտի միավորում է անհրաժեշտ, դուք տեսնում եք այդպիսի հնարավորություն ձեր մասով ինչ կներկայացնեք։ Գիտեք, միավորում ունենալու գաղափարը նոր չի հայկական քաղաքական դաշտում, միշտ մարդիկ այդ միավորվելու մեջ որոշակի խնդիր են տեսել։ Ես օրինակ կողմ եմ կոալիցիաների, ոչ թե նախընտրական դաշինքների, որտեղ կոալիցիայի պարագայում նույն Երևանի քաղաքապետարանում բազմաթիվ անգամներ խնդիրներ են առաջացել։ Եվ եթե այդ դաշինք լիներ, միանշանակ փլուզվեր։ Բայց քանի որ այդ կոալիցիա է ու փլուզվելու պարագայում երկուսս էլ կորցնում ենք իշխանությունը, մենք երկար քննարկումներից հետո գալիս ենք կոնսոլիդացիայի։ Իհարկե այդտեղ պարոն Ավինյանի դերն էլ կա, իհարկե, որ երբեք իմ ու քո չի դրել եւ այդ առումով կարողացել է հաղթել եւ որևէ մեկի միջամտության կարիքը չի եղել։ Այսինքն կոալիցիաները շատ լավ աշխատում են։ Թող արևմտյան թևի քաղաքական կուսակցություններ մեկը մի քանիս անցնեն խորհրդարան, ես դրանից միայն ուրախ կլինեմ կոալիցիա կազմեն ու այնտեղ փոխադարձ համագործակցությամբ աշխատեն։ Բայց մինչև ընտրություններ այդ միանալը նախընտրական դաշինք ստեղծել։ Ես չեմ կարծում, որ առավելություններ կամ լրացուցիչ հնարավորություններ է տալիս։ Այդ միֆ է։ Մենք Գյումրիում միավորվեցինք եւ ինչ տեղ ունեցավ։ Այսինքն ինքը չապահովեց այդ, որովհետեւ ցանկացած կուսակցություն քարոզչության, քարոզարշավի ընդհանրապես իրեն ներկայացնելու իր մոդելն ու մոտեցումն ունի։ Ես չեմ ասում, որ մերը լավն է, իրենցը վատը, բայց երբ որ դու ճիշտ ուղղորդված քո մշտակված ճանապարհով ես գնում, հաղթում ես դու, պարտվում ես դու։ Եվ վերջապես միավորման գաղափարը, եթե նայում են ընդհանուր արևմտյան գաղափարի առումը ու պիտի միավորվեն, մենք 2001 թվականից քաղաքական դաշտում կանք, 2003 թվականից ընդգծված արևմտյան դաշտում ենք։ Ստեղծվում են հիմա նորից ստեղծվում են արևմտյան կուսակցություններ։ Մենք ինչով չենք բավարարել իրանց։ Հետևաբար ինչ որ տարբերություն կա, չէ՞, որ չենք բավարարել։ Հակառակ դեպքում որևէ խնդիր չկար, չէ՞, իրենք կարող էին մեր կուսակցության անդամ լինեին, ասենք նոր կուսակցություն չձևավորեին, գրասենյակներ չպահեին, լրացուցիչ ծախսեր չանեին։ Այստեղ երկու հանգամանք կա, ամբիցիաներ, որը ես երբեք չեմ ունեցել։ Իմ հետ ճանապարհ անցած ցանկացած մարդ կասի, որ երբ որ առաջի համարի կամ որևէ համարի խնդիր, ես միանգամից զիջել եմ, ես չեմ դրել այդ խնդիրը։ Մենք ելքի օրինակ։ Այսինքն իմ պարագայում այդքան էլ աշխատող չի եղել։ Հետևաբար այս համատեքստում ես կարծում եմ, որ այնպես ինչպես ռուսական թևի կամ ազդեցության կուսակցությունները գնում են 2-3 ճակատով, ու այդ չգիտես ինչի մեր ժողովուրդն ասում է, հա, ինչ խելոք են, տեսեք կգնան Գյումրի 2 կանեն, իսկ ինչի իրենք կարող են, որ ընդամենը 38% հանրային քվե ունեն։ Այստեղ որ 50%-ից ավելին է արևմտյան թևի ունեցածը, այս պարագայում ասում են, չէ, միավորվեք, որ կարողանաք։ Կարողանալու ենք մենք միայնակ անցնելու ենք։ Մենք Երևանի մեր ցուցանիշը կրկնելու ենք։ Ես վստահաբար եմ ասում։ Ես կարծում եմ, որ շատ մարդ կուրախանա դրանից, որ մենք Երևանի մեր ցուցանիշը կրկնենք։ Բայց մինչև ուրախանալը լավ կանենք վետան։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար